Ռեյչել և Շոն Սալմեսկին ուրախ են, որ իրենց դուստր Մեգին կարող է երբեմն ուղիղ պահել գլուխը։ Դա մեծ նվաճում է 4 ամսական երեխայի համար։ Մեգին սակայն արդեն 2 տարեկան է։ Սա աննշան զարգացում կարող է թվալ, սակայն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար այն բավականին մեծ նվաճում է, ասում է Շոն Սալմեսկին։ Մեգին իր կյանքի մեծ մասը անցկացրել է հիվանդանոցներում, քանի որ ծնվելուց փոքր-ինչ անց նրա մոտ զարգացել է էպիլեպսիայի հազվագյուտ մի տեսակ, որի պատճառով նոպաները կարող են կրկնվել օրը մի քանի 100 անգամ։ Դեղամիջոցները պարզապես թմրեցնում էին նրան։ Մեգին քնում էր օրը 20 ժամ, իսկ մնացած ժամանակ որևէ ձայն չէր հանում, հիշում է Շոնը։ Փորձելով գտնել կողմնակի ավելի թեթև ազդեցություն ունեցող դեղամիջոց, Սալմեսկի ընտանիքը տեղեկացել է Կոլորադո նահանգում Ստենլի եղբայրների կողմից մշակված մարիխուանայի Շարլոտի սարդոստայն տեսակի մասին։ Մարիխուանան օրինական է Կոլորադո նահանգում, սակայն ոչ Թենեսիում, որտեղ բնակվում է Սալմեսկի ընտանիքը։ Բժշկական մարիխուանա անհնար էր նշանակել դաշնային օրենքով սահմանված արգելքի պատճառով, ասում է Շոն Սալմեսկին։ Սալմեսկի ընտանիքը 1 տարի առաջ տեղափոխվել է Կոլորադո, որտեղ Մեգիին օրական 3 անգամ սկսել են բուժել ձիթապտղի և Շարլոտի սարդոստայն տեսակի բժշկական մարիխուանայի խառնուրդով։ Երեխայի վիճակը բարելավվել է։ Մենք արդեն երկար ժամանակ չենք ունեցել շտապօգնության դիմելու կարիքը, ասում է Մեգիի հայրը։ Շարլոտի սարդոստայն մարիխուանայի տեսակում թմրանյութային արբեցում առաջացնող տետրահիդրականաբիդոլ նյութի պարունակությունը շատ ցածր է։ Այն սակայն ունի հակաբորբոքային կանաբիդոլ նյութի բարձր պարունակություն։ Կանաբիդոլի և տետրահիդրականաբիդոլի պարունակության հարաբերակցությունը սովորաբար կազմում է 31-ի, ասում է Realm of Caring կազմակերպությունից Բրայսոն Ռեսթը։ Կոլորադո նահանգ մարիխուանան բժշկական նպատակներով օգտագործելու համար տեղափոխվել է էպիլեպսիայով տառապող երեխաներ ունեցող մոտ 200 ընտանիք։ Սալմեսկի ընտանիքը հուսով է, որ մարիխուանայի բուժիչ հատկությունների մասին իրազեկության տարածումը կստիպի ԱՄՆ-ի դաշնային կառավարությանը ընդլայնել այս բույսի ուսումնասիրության ծրագրերը։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։